Ռաֆին Միլանի Սուրբ 40 մանկունք եկեղեցում է ծառայում։ Բուրվառակիր է։ Աղբատիվանական համալիր է եկել Իտալիայի թեմում հոգևոր սպասավորություն իրականացնող Հայր Թովմայի հետ։ Առաջին անգամ ես եկա իբրև զբոսաշրջիկ, երկրորդ անգամ իբրև ուխտավոր եմ այստեղ։ Երրորդ անգամ չգիտեմ ինչ ծրագրեր կլինեն, բայց միշտ ցանկություն ունեմ վերադառնալու։ Իտալահայ երիտասարդի ամենամեծ ցանկությունը հայերեն սովորելն է։ Ասում է Միլանում արևմտահայերեն են խոսում, բայց իրեն ավելի շատ դուր է գալիս այն հայերենը, որով Հայաստանում են խոսում։ Այս հարցում Ռաֆին ոչ միայն Հայր Սուրբն է օգնում, այլև Իտալիայում սովորող հայ երիտասարդները, ովքեր ակտիվ մասնակցում են համայնքային ու հոգևոր կյանքին։ Թովմա Վարդապետ Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի անդամներն ու իտալահայ երիտասարդները Բոլոնիայի հայ համայնքի ատենապետ Ոստան Անդրեասյանի ֆինանսական աջակցությամբ են Աղբատում։ Ուխտավորները եկել են բարեկարգելու վանքի տարածքը։ Այս ուխտագնացությունը բացառիկ էր Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի Եկայք Շինեսու ծրագրի շրջանակներում, որովհետև Իտալիայի երկրորդ առաքելական համայնքի, Բոլոնիայի հայ համայնքի հովանավորությամբ իրենց որոշ անդամների, խորհրդի նախագահի, համայնքի նախագահի ուրեմն անմիջական մասնակցությամբ է նաև տեղի ունենում եւ մի տեսակ Հայաստան Սփյուռք միասնության ինչ որ մի արտացոլում է, մի արտահայտություն, որ շատ մեծ ուրախություն է մեզ համար։ Ուրեմն սրանով նաև փաստում է, որ Սփյուռքի մեջ կան ուժեր, կազմակերպություններ եւ առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ գործում է իբարս Մայր Հայաստանի։ Աղբատի վանահայրը հայ առաքելական եկեղեցու երիտասարդ քահանաներից է։ Տեր Ղազար քահանա Թորոսյանի սպասավորության 1 տարին էլ դեռ չի բոլորել, բայց Տեր հայրը համայնքում մի շարք նախաձեռնություններ է կյանքի կոչել։ Նպատակ ունի համայնքի ղեկավարության հետ համատեղ սեպտեմբերին գյուղի օրը տոնել։ Խաչվերացին էլ եկեղեցուց դուրս բերել Քրիստոսի խաչափայտի մասունքը, որ պահվում է Աղբատի Սուրբ Նշան եկեղեցում։ Այդ օրը Աղբատում հավատացյալները Սուրբ Մասունքին դիպչելու եւ օրհնություն ստանալու հնարավորություն կունենան։ Տեր հայրը ուխտավորներին ծանոթացնում է վանքի պատմությանը, ճարտարապետությանն ու այն նշանավոր վանականների կյանքին, ովքեր ապրել ու ճգնել են այստեղ։ Առաջի անգամ եմ այստեղ, շատ հաճելի է, շատ բան իմացա։ Չգիտեմ, եթե սա չլիներ, ես երևի թե չգայի էլ չծանոթանայի։ Սա ինձ համար նաև էքսկուրսիա էր, քանի որ ծանոթացա իմ երկրի պատմական եւ հոգեվոր արժեքներին, սա նաև իհարկե հոգեվոր աճի համար է, քանի որ վերջերս քրիստոնյա դարձա եւ ես սկսնակ եմ, կարելի ասել։ Երեկոյան ուխտավորները հավաքվում են վանքի արդեն բարեկարգ բակում եւ հրաժեշտ տալիս Տեր հորը։ Վերցնում են նաև ձեռնոցները, որոնք հաջորդ ուխտագնացությանը դարձյալ պետք են գալու։ Եկայ Շինեսու ծրագիրը դեռ կշարունակվի։ Աստղիկ Հակոբյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։